21 TV-ում ժամն առողջությանն է, եթերում ապրենք առողջն է, բարև ձեզ, ես Տաթևն եմ Առաքելյան։ Այսօր տաղավարում հյուրընկալել եմ նյարդաբան սոմնոլոգ Սամսոն Խաչատրյանին։ Բարի գալուս, շնորհակալություն, որ այստեղ եք։ Ողջույն Տաթև ջան։ Մարտի 13-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես քնի համաշխարհային օր, եւ մենք էլ լինելով առողջապահություն լուսաբանող հաղորդում չենք կարող շրջանցել այս կարևոր օրը, քանի որ շատ անգամներ գոնե մեր տաղավարից նշել ենք, որ շատ հիվանդությունների սկզբնաղբյուրի մեջ կարելի է փնտրել նաև քնի խանգարումները։ Որակյալ եւ լավ քուն ունենալու համար ինչ է պետք անել։ Հռետորական հարցով եմ մեկնարկում։ Շատ կարևոր հռետորական հարց, բայց շատ կիրառական նաև, շատ շնորհակալություն հրավերի համար, կրկին անդրադառնալու համար քնի հարցերին, որովհետև իրոք հիմա շատ անտեսված եւ հետին պլան մղված հաճախ հարց է շատերի կյանքում։ Դա պատահական չեմ ասում, որովհետև անդադ առնչվում ենք այդ խնդիրների հետ։ Իրականում քնի համաշխարհային օրով չէ միայն, բնական է, բայց մեզ գոնե օգնում է այն բարձրաձայնել, խոսել դրա մասին։ Իդեպ բացի քնի համաշխարհային օրվանից վերջերս քնի հետազոտման եվրոպական միությունը նույնպես հայտարարել է ամբողջ մարտ ամիսը որպես քնի իրազեկման ամիս, եւ դա իհարկե շատ ավելի լավ է, կարելի է տարբեր միջոցառումներ կազմակերպել, օրինակ այս տարի մենք իրականացնում ենք այդ կազմակերպության հովանու ներքո, այսպես ասած, դպրոցականների շրջանում նկարչական մրցույթ, որտեղ դպրոցականները պետք է իրենց պատկերացումները արտացոլեն քնի դրա կարևորության, ինչ որ յուրահատկությունների մասին, տեսնենք ինչ կստացվի, շատ հետաքրքիր նախաձեռնություն է։ Այստեղվա կարգախոսը ինչպիսին է, ամեն տարի ունենում ենք։ Շատ ճիշտ է, ամեն տարի նոր կարգախոս են մտածում, այս տարի շատ պարզ են այսպես մոտեցել հարցին, եթե անգլերեն նշենք sleep well, live better, այսինքն եթե բառացի թարգմանենք քնիր լավ եւ ապրիր լավ, շատ որակով, իհարկե տարբեր ձևերով կարելի է բառախաղեր անել, բայց իմաստը չի փոխվի դրանից, իրոք քունը կարևոր գրավական է առողջ եւ որակյալ կյանք ունենալու համար։ Ընդ որում թե այդ պահին հենց ժամանակի, բայց նաեւ հետագայի համար, որովհետեւ լավ քնելը համարվում է լավ ներդրում հետագա առողջության համար։ Հետևաբար մարդիկ ինչքան էլ որ շատ զբաղված են, տարբեր գործերի մեջ են, նախաձեռնություններ, մտքեր, մտահղացումներ կամ պարզապես իրենց թվում է թե ինչ որ բանով զբաղված հանգստանում են, բայց իրականում կարող է դա, եթե դա քնի հաշվին է, միանշանակ առողջության վրա կարող է ազդել։ Սովորաբար շատ մարդիկ, ովքեր զբաղված են, նշում են, որ քնելը կորսված ժամանակ է եւ շատ հաճախ կարևոր գործերը, այսպես նախագծերը, պլանավորումները անում են քնի հաշվին, իսկ թե հետո ինչ խնդիրների առաջ են կանգնում, այս դրանց մասին ուզում եմ խոսեք։ Այո, իրականում կան այդպիսի մարդիկ, քիչ չեն։ Ցավոք։ Կան մարդիկ, ովքեր հակառակը շատ կարևորում են եւ կարգավորած են պահում իրենց գրաֆիկը, այսպես ասած, ու մարդիկ կան, ովքեր գիտակցում են, որ իրոք քունը կարևոր է, փորձում են ամեն կերպ կարգավորել, բայց չի ստացվում։ Դա իհարկե շատ ավելի մեծ ֆրուստրացիայի աղբյուր է, երբ ուզում ես, բայց անընդհատ ինչ որ խանգարող հանգամանքներ կան, չի կարողանում, ինչ որ բան պետք է հասցնես կամ ուրիշի հետ կապված հարցեր կան։ Բարդ է, հասկանալի է, շատ հեշտ չի այդ հարցերը կարգավորել, բայց հարցը նրանում է, թե ինչքանով մոտիվացված ենք։ Ցավոք քնի ազդեցությունները առողջության վրա իրենք այս պահին էսրոպեական շոշափելի չեն։ Հենց դա էլ պատճառն է, որ էսրոպեական չենք ընդունում իրեն որպես շատ կարևոր մի բան, որ պետք է հենց հիմա կարգավորենք։ Ես ինքս էլ հրեշտակ չեմ այդ հարցում, պետք է խոստովանել, ինչքան էլ տարիներ շարունակ խոսում ենք դրա մասին, ցավոք սրտի, այդպես է եւ դա կարող է լինել գործի բերումով, ընտանեկան ինչ-որ հանգամանքներ եւ այլն, ամեն ինչ հասկանալի է։ Բայց պետք է ձգտել հնարավորինս կորզել այն հնարավոր ամեն ինչը, ինչ որ կարող ենք քնից, որովհետեւ քնելը անվճար է։ Այն դառնում է վճարովի, երբ որ անքնություն է ձևավորվում, ու ստիպված ես առողջությանդ հետևել արդեն։ Որակյալ քնի համար ինչ անել։
ժամեր մշակել, ինչ որ բան ուտել կամ չուտել, ինչ որ բան խմել կամ չխմել, ինչ որ բան անել կամ չանել։ Կան, իհարկե կան կանոններ, քնի հիգիենայի, քնի հիգիենա մի մեծ ասպարեզ, որը շատ գեղեցիկ այդ կետերը մենք կարող ենք հիմա թվարկել, մնում է իրականացնել։ Առաջին հերթին իհարկե խորհուրդ է տրվում, որ մարդ պահի իր քնելու եւ արթնանալու այդ ժամերի հստակ գրաֆիկ, այսինքն շատ չշեղվեն այդ ժամերը, պլյուս մինուս մի քիչ կարելի է միշտ պատկերացնել, բայց ոչ 3-4 ժամանոց ինչ որ տատանումներ։ Իհարկե կան մարդիկ օրինակ, որ հերթապահում են, ստիպված են ինչ որ օրեր զոհաբերել, դա հասկանալի է, բայց դա էլ պետք է հնարավորինս ինչ որ մեղմ ձևով լինի։ Բացի դրանից իհարկե շատ կարևոր է քնին մոտ ժամերին շատ աշխուժացնող ինչ-որ ակտիվություններ չլինեն, օրինակ ծանր ֆիզիկական աշխատանք, շատ էմոցիոնալ իրավիճակներ, նույնիսկ եթե դա դրական էմոցիաներ են, էլի կարող են աշխուժացնել, հետաձգել քնի սկսվելը։ Շատ լուսավորություն է երեկոյան ժամերին, բավականին պրոբլեմատիկ է քնի համակարգի համար, որ հետո հաղթահարվի եւ քնացնի ինքը մեզ, որովհետեւ լույսը, արհեստական նույնիսկ լույսը, պարտադիր չէ որ ուժեղ արևային լույս լինի, ինքը ընկճում է մեր սեփական բնական մելատոնինը, այդ օրգանիկան մեր սեփական, այսինքն ստացվում է որ մենք թե ընդհանուր միջավայրի լուսավորությունը, թե էկրաններից ստացվող լուսավորությունը, դա շատ ավելի վատ է իդեպ, դա առանձին կարևոր կետ է հիմա ու շատ ավելի ակտուալ այսօրվա դրությամբ, քան այն ինչի վրա մենք շեշտադրում ենք օրինակ 15 տարի առաջ։ Էկրանները հիմա աճ ու ձախ կան, անընդհատ մեր կյանքում են եւ գոնե քնելուց առաջ 1-2 ժամ խորհուրդ է տրվում հնարավորինս պակասեցնել էկրանները։ Ընդ որում բոլորին է վերաբերում, թե սմարթֆոններին, թե պլանշետ, լապտոպ, հեռուստացույց կապ չունի։ Ընդ որում երբեմն IT ոլորտի առաջադեմ մեր ընկերները ասում են, բա այնտեղ հատուկ ֆունկցիաներ կան, մենք կարող ենք կապույտ լույսը հանել, դե կապույտ լույսը համարվում է լույսի սպեկտրի գույների մեջ ամենաշատ ազդողը քնի համակարգի վրա ընկճողը, մելատոնինի հարցում, բայց ամենաշատը չի նշանակում որ միակ, այսինքն մենք դա կմաքրենք, բայց հարակից մյուս գույները նույնպես ազդում են։ Հետևաբար մենք միևնույն է չենք խուսափում այդ վատ ազդեցություններից։ Կան հետազոտություններ, որ ցույց են տալիս, որ նույնիսկ ննջասենյակի պատից կախված հեռուստացույցի այդ փուճուրիկ լուսադիոդի լույսն է ազդում քնի որակի վրա, այսինքն եթե դա կարող է լինել, էլ ինչի մասին է խոսքը, այն էլ փակ աչքերով։ Հետևաբար իհարկե լուսավորությունը, իհարկե միջավայրի ջերմաստիճանը, իհարկե ընդհանուր աղմուկի պակասը, որը պակաս կարևոր չէ իհարկե։ Մենք չմոռանանք, որ շատերը օրինակ շատ զբաղված են, աշխատում են եւ այլն եւ ուշ ժամերի գնում են մարզասրահներ։ Դա էլ այդքան ցանկալի չէ քնի առումով, եթե համարվում է, որ թեթև, այսպես զբոսանք, այսինքն թեթև ֆիզիկական ակտիվությունը դրական է ազդում քնի որակի վրա, ապա ծանր ֆիզիկական ակտիվությունը իհարկե բացասաբար է ազդելու, լինի դա գործի բերումով, թե մարզասրահ հաճախելով։ Ուշ ժամի մեծ քանակի սնունդ ընդունելը հայտնի կետերից մեկն է քնի։ Ինչքան ժամանակ պիտի լինի քնելուց առաջ։ Ցանկալի է, որ եթե համարենք, որ քնելու ժամերն են 10-ից հետո, 11 օրինակ միջինում, չնայած շատերը երևի հիմա զարմացան, իրենք այդքան շուտ չեն քնում։ Ամենաուշը երբ պիտի քնենք։ Դա իհարկե մի քիչ քնի սեփական ռիթմից է կախված մարդու, բայց օրինակ ընդունված ժամերն են 10-ից 1-ի այդ արանքը։ Ես այսպես խորապես կարող եմ ասել, որ վստահությամբ, որ եվրոպական երկրներում շատերը քնում են ավելի շուտ միջինում, քան մեզ մոտ։ Իհարկե, այտենց ուղիղ համեմատական հետազոտություն չունենք, բայց մեր պրակտիկայում այնքան ուշ ժամեր են պատահում, որոնք նորմա են։ Էլ չեմ ասում, որ կարելի է դրսում հանդիպել ուշ ժամերի փոքր երեխաների, ծնողների հետ։ Իմիջիալոց մի գաղտնիք բացահայտեմ, ինձ թվում է դա հետաքրքիր կլինի մեր նաև հեռուստադիտողներին, որ Հայաստանը ըստ էության 1925 թվականից, եթե չեմ սխալվում, ապրում է սխալ ժամային գոտում, գտնվում է։ Դա ընդհանրապես ինչ-որ մի դեկրետի ստորագրության հետևանք է, որ մեզ սովետական այդ իշխանությունների ժամանակ գցել են այն
գոտուն, որը մեզ չի պատկանում, կամ մենք իրեն չենք պատկանում։ Որտեղ պիտի լինենք։ Մենք իրականում պետք է 1 ժամ հետ լինենք։ Այսինքն այդ Greenwich-ի 0-ից, հա, հիմա մենք գտնվում ենք +4-ում, պետք է լինենք +3։ Հետևաբար այդտեղից էլ ստացվում է, որ մենք փաստորեն 100 տարի է արդեն ապրում ենք սխալ ժամային գոտում, մոտավորապես, հա։ Բայց չի ադապտացվել մեր օրգանիզմը արդեն։ Դժվար է, գիտեք, բոլոր համակարգերը կենսաբանական նույն ադապտացիոն մեխանիզմները չունեն։ Դժվար է ասել դա ինչ հետևանքներ է թողել։ Վերջերս իդեպ հետաքրքիր էր, որ առաջարկություն եղել է փոխել, բայց իհարկե ես հասկանում եմ, որ շատ նաև գուցե տնտեսական գործոններ կան, տնտեսագիտական գուցե, հա, որ կխանգարեն դրան եւ այլն, դա հասկանալի է, դա առանձին քննարկման առարկա է, բայց փաստը մնում է փաստ։ Այսինքն մենք կարող ենք ասել, որ եթե մենք առաջնային քնի հիգիենայի կետեր առանձնացնելու լինենք, պետք է քնելուց առնվազն ինչքան ժամ առաջ չուտենք, լավ չուտենք, շատ ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածություն չենթարկվենք, 3 ժամ։ Եվ ինչ չխմենք։ Ինչու եմ հարցնում, որովհետև շատ հաճախ շատերն ասում են, կաֆեինացված ըմպելիքներ, այո։ Ասում են, որ ես կարող եմ քնելուց առաջ սուրճ խմել եւ հանգիստ քնել, բայց այո։ Դե մեր կյանքում ոչ բոլորի իհարկե, մենք ունենք 2 շատ տարածված ստիմուլյատոր նյութեր, խտանիշ նյութեր, որոնք աճ ու ձախ կարելի է հանդիպել։ Մեկը դա կաֆեինն է, որը ավելի շատ է, եւ հուսով եմ, որ գնալով պետք է որ քչանա, բայց դեռ կա նիկոտինի գործոնը։ Երկուսն էլ խթանիչ են, այսինքն այն մարդիկ, ովքեր ծխող են եւ իրենց շրջապատող մարդիկ, իրենք խթանվում են երեկոյան նիկոտինից, այդ մի գործոն։ Կաֆեինը նույնպես, կաֆեինը ինչի մեջ կա, ամենաշատ այն հանդիպում է թեյի մեջ, նաեւ սուրճի մեջ։ Ես հատուկ եմ այս հերթականությամբ ասում, որովհետև շատերին թվում է, թե թեյի մեջ շատ քիչ է։ Իրականում ինքը կա, ընդ որում ոչ միայն սև թեյի մեջ, ես չեմ խոսում այդ նանա, դաղ, ծուրծ, դրանք թեյ չեն, իրենք ընդհանուր իհարկե ասում են ժողովրդի մեջ թեյ, որպես մուկ շագանակագույն կամ բաց շագանակագույն ինչ-որ հետաքրքիր ըմպելիք, բայց ինքը իսկական թեյերի մասին է խոսքը։ Նույնիսկ կանաչ թեյի մեջ, որը համարվում է ինչ-որ տեղ հանգստացնող, ինքը բալանսավորված է իհարկե իր մեջ կա հանգստացնող նյութ, բայց նաև կա կաֆեին, այսպես թե այնպես։ Հետևաբար դրանցից մենք պետք է հաստատ խուսափենք, խորհուրդը տրվում է ժամը 5-ից հետո չընդունել կաֆեինացված ըմպելիքներ։ Նու էլ չեմ ասում, օրինակ ավելի ուժեղ կաֆեինացված այդ կոմերցիոն ըմպելիքները, օրինակ կոլաները, էներգետիկ ըմպելիքները, որոնք պարունակում են էլ ավելի շատ խթանիչներ, ոչ միայն կաֆեին։ Հետևաբար մենք պետք է դրանք խիստ սահմանափակենք դրանց օգտագործումը։ Շատերը, այո, ինչպես ճիշտ ասում եք, ասում են ինձ վրա չի ազդում, ես ուշ կարող եմ խմել, բայց քնել, այո, այստեղ մեր կռիվը չի գնում միայն նրա համար, որ ինքը կհետաձգի ձեր քունը։ Մեկի դեպքում կհետաձգի, մյուսը կքնի, բայց այդ նյութ է, չէ, քիմիական նյութ է, ինքը մնում է մեր օրգանիզմում որոշակի քանակ ժամեր, հետևաբար ինքը այո ազդում է նաև քնի որակի վրա։ Գուցե դուք դա չեք զգա այսպես արթնանալու ձևով, բայց այդ գիշերը հավանաբար ավելի անորակ կլինի։ Առավոտյան այդ վերականգնվածության թարմացման զգացողությունը կարող է քիչ լինել։ Կարող է մեկ գիշերով չզգաք, բայց եթե շատ այդպես լինի, կզգաք, հա, այսինքն այստեղ շատ խնդիրներ կարող են լինել, դրա համար չարաշահել հաստատ պետք չի, ինչքան էլ որ հեշտ հարմարվում ենք։ Ես ուզում եմ այսօրվա մեր զրույցն ամփոփելուց առաջ, քանի որ մեր նպատակն է ի վերջո իրազեկել հանրությանը, որ քունը կորսված ժամանակ չէ եւ քնելով մենք, ինչպես ասացիք, ներդրում ենք անում նաեւ հետագայում մեր առողջության գործում։ Եվ սա ամրապնդելու համար ուզում եմ մի փոքր նաեւ այսպես թափեցնող լինի, հա, զրույցը։ Նշեք այն կարևոր օրինակ 4-5 խնդիրները, որոնք չեն հետաձգվի եւ շատ շուտով կբարձրաձայնեն, եթե մենք շարունակենք անորակ քուն ունենալ։ Շատ ճիշտ խստություն եք հաղորդում ասվածին իրականում, որովհետև քնի մասին խոսելը եւ կարեւորելը կարեւոր է եւ առողջ մարդկանց համար, առավել եւս առողջական խնդիրներ ունեցող մարդկանց համար, որոնք քիչ չեն։ Առողջ մարդկանց մոտ գուցե մի քիչ ավելի երկար կգնա գործը, բայց չմոռանանք, որ դա վաղուց հայտնի է, դա իմ անձնական որոշումը չէ, որ քնի պակասը, քնի վատ որակը կամ որոշ քնի խանգարումներ իրենք ազդում են հոգեկան
առողջության հարցերի վրա միանշանակ, դրանք ազդում են սրտանոթային, ուղեղանոթային հարցերի վրա եւ նաեւ ոչ պակաս կարեւոր նյութափոխանակության, այսինքն մետաբոլիկ առողջության վրա են ազդում։ Այստեղ մենք տեսնում ենք բազմաթիվ խնդիրների մի ցուցակ միանգամից այս դաշտերից, առավել եւս իմ ասած, հիվանդություններ, առողջական տարբեր խանգարումներ ունեցողների մոտ դա էլ ավելի կարեւոր է, այսինքն մենք արագացնում ենք հիշողության վատացումը, քնի պակասը հայտնի է, որ հետագայում տարիներ անց կարող է դրսևորվել կոգնիտիվ ավելի լուրջ խնդիրներով ընդհուպ մինչև դեմենցիայի զարգացումը, որպես դեմենցիայի զարգացման ռիսկ, այսպես ասենք, հետագայում զարկերակային ճնշում, բարձր ճնշում ով է ուզում ունենալ, ամենավատ հիվանդություններից է, հաճախ մենք բժիշկներով այսպես կատակ ենք անում, դեռ մեծ հարց է, թե ինչն է ավելի նախընտրելի ունենալ օրինակ սիֆիլիս, թե զարկերակային գերճնշում, որովհետև սիֆիլիսը կարելի է բուժել, իսկ զարկերակային գերճնշումը ցավոք սրտի այսօրվա դրությամբ դեռ չի ապաքինվում, իրեն կարելի է իհարկե հսկել, բուժման մեջ պահել, բայց վերացնել ցավոք չի ստացվում, իսկ ռիսկերը դրա բազմազան են։ Իհարկե միայն դա չի, օրինակ շաքարային դիաբետի ռիսկը, շատ քնի խանգարումներ ուղեկցվում են արդեն իսկ ձևավորված գլյուկոզայի տոլերանտականությամբ, այսինքն նախադիաբետիկ ֆոն են ունենում, օրինակ հայտնի այդ քնի շնչառական խանգարումները, հետևաբար մի քանի տարի այդպես ապրելով մենք կարող ենք արդեն ունենալ լիարժեք ինչ-որ զարգացումներ։ Այսինքն չկա մի օրգան համակարգ, որը չի տուժելու, եթե անորակ քուն ենք ունենում մենք։ Գրեթե բոլոր համակարգերը տուժում են, իմուն համակարգն է տուժում, դա էլ է հայտնի, հոգեկանի մասին խոսեցինք, շատ համակարգեր տուժում են, հիմա մի կողմից չենք ուզում այսպես շատ վախեցնող ինչ-որ հայտարարություններ անել, բայց մյուս կողմից դա կուտակային է։ Վախեցնող ի վերջո կան երևույթներ, որ մենք ենք որոշում եւ մենք ենք, այսպես ասած, կարգավորում։ Եթե օրինակ կարող ենք քնելու 1 ժամ կամ 15 րոպե առաջ սուրճ չխմել, դա կարող ենք անել, այսինքն հավելյալ ծախսեր, հավելյալ ներդրումներ չպահանջող երևույթներ են։ Եթե մենք կարող ենք քնելուց առաջ օրինակ մի շատ լավ հայկական մեծ սեղանից չօգտվել, էլի կարող ենք եւ այսպես շարունակ, օրինակ հեռախոս անջատել, նոր պարկել, էլի կարող ենք։ Այսինքն այն ամեն ինչ որ կարող ենք անել չափի մեջ եւ առանց հավելյալ ներդրումների կարող ենք անել, որպեսզի պահպանենք մեր առողջությունը։ Ես ասում եմ առաջինը ինձ համար, որովհետեւ ինչպես դուք նշեցիք, մի ոչ հրեշտակել ես եմ այդ հարցում, որքան էլ այդ մասին բարձրաձայնում եմ, բայց դե պետք է սկսենք յուրաքանչյուրս այդ մասին բարձրաձայնել, խոսել ու մտածել։ Այո, challenge ենք անում։ Այո։ Շնորհակալ եմ շատ։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ զրուցակիցս սոմնոլոգ նյարդաբան Սամսոն Խաչատրյանն էր։ Առաջարկում եմ մնալ մեզ հետ, որովհետեւ առջևում եւս հետաքրքիր զրույց ունենք։ Ապրենք առողջի սիրելի հեռուստադիտողներ, հաղորդման այս հատվածում զրուցակիցս Global Beauty Union հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Ավագյանն է։ Շնորհակալություն, որ այստեղ եք, վստահ եմ նորից հետաքրքիր զրույց է մեզ սպասվում։ Բարև ձեզ Տաթև ջան, իհարկե շատ հետաքրքիր զրույց է սպասվում մեզ։ Ես եկել եմ իմ մեծ նորությամբ, մեր Հայաստանի եւ ամբողջ աշխարհի մասնագետների համար իրենց գործը Լավ նորությամբ է, եկեք հոմանիշներն էլ անպայման նշենք։ Իհարկե շատ լավ նորություն է։ Բոլոր մասնագետների համար մի մեծ քրտնաջան աշխատանք ենք իրականացրել, պատրաստել ենք մի պլատֆորմա, վեբկայք gbu.am gbu.am, այսպես ասած։ Ներքևում ենք ունենանք։ Այո, իհարկե, Global Beauty Union, հենց այդպես հակիրճ GBU է կոչվում, GBU, որտեղ պլատֆորմա է մասնագետների համար, որպեսզի գրանցվեն, ունենան իրենց անձնական պրոֆեսիոնալ վեբկայքը, իրենց պորտֆոլիոն, այսինքն աշխատանքները, գնացուցակը, իրենց վիդեոները, սերտիֆիկատները, ռեզումեն, իրենց թողնված օձիվները հաճախորդների կողմից, իրենց նկարները, ամեն ինչ մասնագետի համար հենց պրոֆեսիոնալ մասնագիտական վեբկայք։ Էլ չեն մտնի Instagram, էլ Google-ում չեն փնտրի ինչ-որ պրոցեդուրա հաճախորդները, միանգամից մտնում են gbu.am, գտնում են իրենց մասնագետին։ Մասնագետը այս պարագայում ինչ է կորցնում չգրանցվելով մեր կայքում, որը շատ կարևոր է։ Կորցնում է իր հաճախորդներին, որոնք որ չեն գալիս կրկնակի այցի։ Այսինքն
չեն հիշեցնում իրենց մասին, չեն էլ գալիս հաճախորդները։ Կամ պրոցեդուրան կատարել են 1-2 ամիս։ Գնացին ուրիշ տեղ։ Այո, իհարկե, 1-2 ամիս հետո պետք է հիշեցնեն, չէ՞ որ ձեր պրոցեդուրայի ժամանակն է եկել, ձեր կորեկցիայի, կրկնակի այցի հիշեցում պետք է գնա։ Ինչ որ մեկը պետք է զանգի, նոր առաջարկ անի, հիշեցնի իրենց մասին, ոչ մեկ այդ չի անում։ Հազարավոր փորձից ելնելով տեսնում են։ Ռեսուրսներ են պահանջում նաև սա։ Այո, իհարկե, չեն անում եւ կորցնում են։ Այս պարագայում չեն կորցնելու իրենց հաճախորդներին, քանի որ մենք իրենց փոխարեն ուղարկում ենք ինֆորմացիան հաճախորդին, որ ունեն ակցիա կամ ձեր կրկնակի այցի ժամանակն է եկել, հիշեցման մասին ենք ուղարկում ինֆորմացիա, որ 2 ժամ իրենց պրոցեդուրայից առաջ հիշեցում ենք ուղարկում, որ չմոռանաք, ձեր պրոցեդուրայի ժամանակն է եկել, իրենց փոխարեն կատարում ենք ընդունարանի աշխատանք փաստացի։ Ադմինիստրատիվ աշխատանք մի Այո, ամբողջ։ եւ այդ ամեն ինչը մի հպումով ընդհանրապես։ Բացի այդ, իրենք ունենում են նոր հաճախորդներ։ Ինչպես են ունենում նոր հաճախորդներ։ 100,000-ավոր մարդիկ մտնում են, գրանցվում են կայքում, մասնագետներին են փնտրում, գրանցվում մասնագետների մոտ։ Մեկը գրանցվում է վարսահարդարի, մյուսը բարբերի մոտ, մյուսը մատնահարդարի, մյուսը, չգիտեմ, կոսմետոլոգիա, բայց այդ նույն մարդը, որ գրանցվում է վարսահարդարի մոտ, նա նաև ունի կարիք կոսմետոլոգիայի, մատնահարդարման եւ այլ ծառայությունների։ Տեսնում է ինչքան լավ է աշխատում կայքը, տեսնում է ինչքան գեղեցիկ է ամեն ինչը, մեկ հպումով գրանցվում է, ել չի ընկնում զանգում մասնագետին, ժամ հարցնում, խնդրում։ Այս պարագայում մի հպումով գրանցվում ու տեսնում է մասնագետի պրոֆեսիոնալ կայքը, ոչ թե Instagram-ի երեխեքի նկարները, ծիծաղելու ռիլսերը եւ այլ բաներ, որը ոչ մասնագիտական է։ Այս պարագայում տեսնում է պրոֆեսիոնալ կայք, հստակ ժամանակահատված պրոցեդուրայի, հստակ գնացուցակ գրանցվում է ըստ իր գնի, ըստ իր պահանջի։ Սա միանշանակ հաճախորդներ է բերում մասնագետին, բացի իր հաճախորդներին, որ կարող է գրանցվեն կայքով, հա, այլ թուղթ ու գրիչը չվերցնի, բլակնոտը ջնջի, գրի, հետո մի քանի ամիս հետո բլակնոտը փոխի, այլ այդ ամեն ինչը վերանում է։ Զանգարում են մասնագետին, ասում են մտեք GBU.am, այնտեղ գրեք իմ անունը կամ ազգանունը, որոնման համակարգում կբերի ինձ, սեղմ եք վրան, գրանցվեք իմ կայքում, ձեր ուզած պրոցեդուրան, ձեր ուզած ժամին։ Մասնագետի կյանքը հեշտացնում ենք ամեն ձևով։ Ամեն ինչ, ամեն մանրուք հաշվի ենք առել վեբկայքի համար, թե հիշեցումները, թե կարեկցիաները, որ չեն զանգարում, մենք ենք իրենց փոխարեն անում։ Այսպիսով ունենում է ռեալ ընդունարանի աշխատակից եւ անընդհատ չի փոխում այդ աշխատակցին։ Եւ անընդհատ բոլորս գիտենք նոր աշխատակից ընդունելով անընդհատ պետք է սովորացնես, որին ոնց պատասխանի, ինչ անի, ժամանակահատվածը ճիշտ րոպեները հաշվի առնի, մեկը այս պրոցեդուրները տևում է մի ժամ, մյուսը 20 րոպե, մյուսը 2 ժամ, հաճախորդ չկորցնի։ Այո, իհարկե, այս պարագայում իր փոխարեն այդ ամեն ինչը հստակ ավտոմատ կերպով կատարվում է։ Շահած է դուրս գալիս միանշանակ։ Ինչ է ունենում մասնագետը։ Պրոֆեսիոնալ կայք, CRM համակարգ, լիքը հաճախորդներ եւ իր հաճախորդներին ամենակարևորը չի կորցնում։ Ինչպես նաեւ քաղաքակիրթ մոտեցում։ Այո, իհարկե, նույն մասնագետը ինչպես նաեւ կարող է 5 տեղ գրանցված լինի աշխատակից որպես միտեղ որպես կազմակերպությունում, միտեղ որպես անհատ, կարող է 1 ամիս Հայաստանում է աշխատում, 5 ամիս Իտալիայում է աշխատում։ Հնարավորություն ենք տալիս կայքում, որպեսզի նշի այդ հասցեները։ Եթե ինքը այլ երկրում է աշխատում, այլ հասցեում է աշխատում, կարող է այդ հասցեն նշել, մենք տրամադրել ենք պլատֆորմայում այնպիսի համակարգ, որ կարող է ինքը տեղեկացնել, որ այս հասցեում աշխատում եմ այս օրերին, այս ժամերին, այս պրոցեդուրաներն եմ կատարում, իսկ այն մի հասցեում կատարում եմ այս-ինչ պրոցեդուրաներ, այսինչ։ Այո, նաև հնարավորություն ենք տվել, որ կարողանա ընդմիջումներ ունենա մասնագետը։ Օրինակ, ամեն օր ժամ 1-ից 2-ը չի ընդունում ոչ մեկին։ Իր մոտ պերիվի ժամ է այդ ժամը։ Չի ընդունում ոչ մեկին։ Նաև, այո, նաև հնարավորություն ենք տվել դադարեցումներ։ Օրինակ 1 ամիս չի աշխատելու։ Դադարեցման հնարավորություններ ենք տվել, որ չգրանցվեն իզուր մասնագետի մոտ եւ վատ օձիվներ չգրեն մասնագետին, հա։ Ամեն մանրակրկիտ, ամեն ինչ հաշվի ենք առել, որպեսզի խնդիրներ չունենա մասնագետը։ Մասնագետին գալիս է հաղորդակցություն ինչպես Telegram կանալով, այնպես էլ կայքեջով։ Ով է գրանցվել, ինչ պրոցեդուրա գրանցվել, որ հասցեում, ինչ գնով, անուն ազգանուն հեռախոսահամար։ Իսկ եթե իրան այդ պահին օրինակ հարմար չէ կամ շատ արագ եւ հրատապ աշխատանքի խնդիր եղավ կամ հիվանդ է, մի խոսքով ֆորս մաժորային իրավիճակ է ստեղծվել,
կկարողանա արդյոք մասնագետը տեղափոխել իր գրանցումը կամ հանել։ Այո, իհարկե, ինչպես ասացի, շատ մանրակրկիտ ենք ուսումնասիրել, անձամբ իմ փորձից ելնելով, հասկանում եմ ինչ դժվարություններ կարող են առաջանալ, մասնագետը կարող է այնտեղ կա հեռախոսահամար հաճախորդի, կարող է զանգել հաճախորդին կամ տեղափոխման համար կամ նախնական կոնսուլտացիայի համար։ Օրինակ, մազերի երկարություն, գույն, եթե վարսահարդարման մոտ է, կոսմետոլոգիան անտիբիոտիկներ խմում է թե ոչ եւ այլ խնդիրներ ունի թե ոչ, նախնական կոնսուլտացիան կամ փոփոխել ժամը կամ ինչ որ տեղեկություն, հա, որը պետք է հավելյալ տրամադրել։ Այդ ամեն ինչը մենք հաշվի ենք առել եւ այս պարագայում մասնագետը կարիք չունի 7 տեղ գովազդի համար վճարելու, կարիք չունի 7 տեղ գրանցվելու, կարիք չունի 7 տեղով նամակի պատասխանելու եւ այլն։ Իր նույն Instagram-ի կամ իր Facebook-ի էջում կարող է այդ հղումը տալ, որտեղ որ մարդը կմտնի կսեղմի այդ հղման վրա, կտեղափոխվի վեբկայք, որտեղ կլինի պրոֆեսիոնալ մասնագիտական իր կարիերայի մասին ինֆորմացիա, իր մասին ռեզումեն, սերտիֆիկատները, այլ հաճախորդների թողած կոմենտարիաները, քանի հաճախորդ է սպասարկել այդ անձը, իր պրոֆեսիոնալ պորտֆոլիոն, այսինքն իր նկարները, հա, որ տեղադրում են Instagram, Facebook, այդ նույն նկարները արդեն հստակ դասավորվածությամբ։ Մատնահարդարում դրա նկարները, վարսահարդարումա տարբեր վարսահարդարման մեկ ներկում, չգիտեմ, կտրվածք, 1000 անվանումներ կա։ Մենք նախատեսել ենք ամեն անվանման համար գոնե 8 նկար պետքա լինի մինիմում, հա։ Նաև վիդեոներ, ինչքան անսահմանափակ վիդեոներ տեղադրեն, նկարներն էլ կարան անսահմանափակ, նախնական 8 ենք թողում։ Ու այս ամեն ինչը ուզում եմ տեղեկացնել, որ մասնագետի համար նախնական մենք տրամադրում ենք 2 ամիս փորձաշրջան իր համար, որ հասկանա դա իրան պետք է թե չէ։ Դրանից հետո մենք տրամադրում ենք արդեն հարթակը ամսեկան ընդամենը 5000 դրամով, որը որ ծիծաղալու ընդամենը թիվ է։ Անկեղծ ասած, ես վախենում եի այս հարցը տալ, մտածելով գուցե այնպեսի մի հատ թիվ ասեք, որ հեչ եթերային չլինի, բայց էլի այնպեսի գին ասեցիք, որ հեչ եթերային չի։ Տեսեք, շատ մաչելի ենք դրել, ինչի համար, որ բոլորը գրանցվեն եւ հեշտացնեն իրենց կյանքը։ Այս պահին մենք Telegram-ով ենք տեղեկացնում մարդկանց, բայց ընթացքում մենք ունենանք նաև WhatsApp տարբերակը, Viber արդեն կընտրեն, որ տարբերակով են ուզում իրենց տեղեկությունները ստանան։ Հաճախորդը, որ գրանցվում է, մասնագետին ինֆորմացիա է գնում Telegram կանալով, նույնը հաճախորդին, բայց նաև կարան ընտրեն արդեն իսկ, թե որ կանալով են ուզում ստանան այդ հաղորդակցությունը, Telegram, WhatsApp, Viber, իրենց ընտրությամբ։ Այս պահին աշխատում է միայն Telegram-ը։ Այնպես որ այդ 5000 դրամը իրանց ամենամաչելի պրոցեդուրայի գինն էլ սկիչի մեկ պրոցեդուրայի։ Դա այնքան Ես դեպքում արդեն չգրանցվելը մի տեսակ միամտություն կլինի կամ էլ աներելի։ Արդեն այսպես կարող ենք որակել, որովհետև իրականում մատուցվող ծառայություններ եւ արժեք իրար չհամապատասխանող են, որտեղ ինչ որ դու ստանում ես այսպես կոչված սիմվոլիկ 1 սուրճի գնով մի տեսակ այդքան ռեալ չի էլի։ Տեսեք, ես անկեղծ կլինեմ, կասեմ, եթե մասնագետը աշխատում է, այո, պարտավոր է գրանցվի։ Եթե չի աշխատում, օքեյ է, որ չգրանցվի։ Եթե ուզում է հաճախորդներ, եթե ուզում է համակարգված աշխատանք, կազմակերպված այդ ամեն ինչը լինի, իր պրոֆեսիոնալ կայք ունենա, զարգանա, առաջ գնա, ապա մի քիչ անհետեցություն կլինի չգրանցվելու դեպքում։ Որևէ հիմնավորում չունեն։ Այո, իհարկե, ես ասեմ ավելին, մեր թիմը պատրաստ է օգնել իրենց փոխարեն մենք գրանցենք իրենց։ Եթե դժվարություն ունեն, կարան զանգահարեն հեռախոսահամարով, մենք իրենց գրանցենք։ Մենք անձամբ իրենց գրանցենք, կոդն ու անունը տանք, իրենք փոփոխեն այդ կոդը, մտնեն, շարունակեն։ Այդ հնարավորություններն էլ ունենք։ Անդադ կարող են փոփոխություններ անել։ 24 ժամ իրենց հետ կապի մեջ ենք։ Եթե մենք էլ չլինենք, ավտոմատ AI է աշխատում իրենց փոխարեն։ Կարող են հաղորդակցվեն, իրենց փոխարեն այդ ամեն ինչը կատարելու է։ Բոլոր աշխարհի լեզուներով թարգմանվում է այդ կայքը, այսինքն արտասահմանցին եթե գալիս է Հայաստան, ինքն էլ կիմանա այդ կայքի մասին։ Մտնել կրակեք ուզում, հա, հիմա լրիվ այս իրավիճակը ստեղծվեց։ Տեսեք, իմ փորձից ելնելով տեսնում եմ ինչքան դժվարություններ կա։ Փորձել եմ մաքսիմալ ամեն ինչը հեշտացնեմ, որպեսզի այլ խնդիրներով չզբաղեցնեն ուղեղը մասնագետները, կատարեն իրենց աշխատանքը։ Շատերը իհարկե ունեն որոշ պլատֆորմաներ տեղադրած, ինչպիսին են Altejon, ինչպիսին այլ CRM համակարգերը, Հայաստանում շատ են կիրառում տարբեր համակարգեր, բայց դա միայն գրանցման համակարգ է։ Ամենացածը։ Այստեղ մենք բացի այդ համակարգը գրանցման ունենք իր edge-ը, իր գնացուցակ առանձին,
Նաև տրամադրում ենք հաճախորդներ իրենց։ Նաև ասեմ, ովքեր որ օգտվում են այդ համակարգներից, կարող են տվյալ համակարգը ինտեգրել մեր համակարգի հետ, այսինքն թե այնտեղ գրանցվեն, թե այստեղ մի տեղ է երևալու։ Դրա ինտեգրացիայի խնդիր էլ չունենք մենք։ Եթե ինչ որ մեկը ինչ որ համակարգից արդեն իսկ օգտվում է, դժվարությամբ պետք է տեղափոխվի այլ տեղ, դրա խնդիրն էլ չկա։ Մենք ինտեգրում ենք այդ ամեն ինչը մեր կայքում, իրենց մոտ այն համակարգում կարող են գրանցվել, մեզ մոտ երևա այդ ամեն ինչը։ Այսինքն ընդհանրապես մտածելու բան չունեն։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ։ Սելերտատողներ հիշեցնեմ, որ զրուցակիցս Global Beauty Union հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Ավագյանն էր։